Պատիր մեդիան ներկայացնում է։ Մենք կայինք նաև նրանից առաջ և դարեր առաջ։ Մենք բռնությունից խույս էինք տալիս, բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ, իսկ մեզ ոտենկող հետապնդողին դիտասպաս անում, և դրանով իսկ անուն ստանում, կոչելով մեզ Հայք։ Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ, որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից իր փորը վառած, կիսաբաց բեռնով երկնքից անջուր գոնե անձրևի շիթ էր պահանջում։ Լեռը ծակելով, մենք նրա միջով ջուր էինք տանում ու շռայլ բանում մեր այգիների այրի արգանդին, իսկ ամուլ կավին տալիս էինք մենք ձևը վարսանդի և կոչում կարաս, որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր, և մկրտության այդ ջուրը դեղին հարբածությունից նույնիսկ առավել զարմանք էր ազդում այն գոռոզներին, որ մեզ այնուհետ չէին հանդգնում կոչել բարբարոս։ Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ, դառնալ դիցուհու արձան անթերի և այդ հլությունն անձնատուր ոսկու անվանում էինք մայր զգաստությանց, մեծն Անահիտ։ Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն, երկնամուխ կիրջին բարձրություն մի նոր և կոչում Գառնի։ Մենք կայինք նաև նրանից առաջ։ Մեր արքաների և իշխանների արածի վրա չարածը դրած, նրանց գործն էինք դեռ շարունակում լարերի վրա բամբիռների և դա անվանում երգ վիպասանաց։ Արշակները մեր հայրենիք հողին ոտքով շփվելով լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում և ըմբերանում տիրակալներին։ Մուշեղները մեր օտար զորությանն ընդդիմանանիս նրանց հարեմը գերի առնելով ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ առնականության և վեհանձնության դաս էին տալիս, այնպիսի մի դաս, որ ոսոխն անգամ անգիր էր անում։ Մենք կայինք նաև նրանից առաջ։ Մենք աստղերն էինք մեր աչքով զննում, արփալույսերն էինք թելերով հինում, տաճարից ելնում ու թատրոն գնում, վայելում նաև հաճույքը վսեմ մեր այն պարուհի կաքավողների, որոնց մարմինը նվագ էր լրած և որոնք նաև երգեին ձեռամբ։